Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին ձայնագրություն է հրապարակել ընտրակաշառքի վերաբերյալ այս անգամ, սակայն Հայաստան դաշինքի մասնակիցների մասնակցությամբ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի աջակից եւ նույն դաշինքի Սպիտակի բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը Հայաստանի նախագահի Հայաստանի ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի 26 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ընտրող հանդիսացող Հայաստանի Լոռու մարզի բնակչին անհատ տույց տրամադրել է դրամական միջոց։ Բացի այդ, այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով։ Դեպքի առթիվ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ ու վարութային այլ գործողություններ։ Իդեպ քիչ առաջ Հայաստան դաշինքի Սպիտակի գրասենյակում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկություններից հետո ձերբակալված գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը։ Ակուպանը մոդտա չէ, բախելի թողել իսա կրկացանգելա։ դու բանկ բանեսկյոտ շտին կթող։ Մի բանկ է Ընտրեկն եկա նախվեր։ Հետո Այդ ինչ կա այստեղի նախվեր։ հետո ինչ է։ Սավ նորմալ է։ Կամ կասի։ Եվ շատ կթողաս։ Էլում է տենան։ Բաչաղան ով ունենք։ Բաչաղան արամական տենակում ենք շուրտալ, էլի, բաչոին, գեղապետին, համարը կա են դրեք։ Հատե գևոքին կասում կտա այդ համար։ Դա եթե չէ, բանը կրգեք նորայի նաստրը։ Դեգուզ դեպ նաստրապան անը։ Դեխուն կտա մենավաց, 15 բեյս։ Լավ, հիգ է կտերս կրգի, դա, Ինչ կարախտեր։ Ազիս ես ընտրությունների մարի աստ։ Հա, ենա, դե բան ենք էլ եղտերոն կուրսի։ Ինչ, ումտ բան, ես ում մար եմ բիդ է։ Դե լասը, չգիտեմ ասին։ Կոչայրանի։ Կոչայրանի մար է։ Վերեմ չես։ Բա մենք կախտեր ենք երեք դեղվեր չի, բայց դե ասի չեմ էլ կարա զանգեմ ծեն հանեմ։ Ինչ է։ Որ գրեխ իրարը շատ գոնեմ։ Այդ մոմենտի որ կշտի շատ էր չէ յանի, միամիտ ասեց արտուած, վախնասի առեզ մի պանը, չէ հա, են Էլ պադը դոս չկա, թավը տանեմ, դնե թավոր, դիդեզ որ քու համար գայնած են կապել, ետ պանների որ, սազար։ Ընտրակաշառքի վերաբերյալ ամենօրյա հաղորդագրությունները մտահոգել են իշխանությանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ մի քանի падգամավորներով հանդես են գալիս նոր օրենսդրական փոփոխությամբ։ Իմ եւ падգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, Ալխազ Ղազարյանի եւ Վահագն Ալեքսանյանի կողմից նոր օրենսդրական նախաձեռնություն է դրվում շրջանառության մեջ, որով նախկինում նախատեսված պատիժը ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար կփոխվի։ Նախկինում նախատեսված պատիժը մինչև 8 տարի ընտրակաշառք տալու համար կփոխարինվի մինչև 10 տարի ազատազրկմամբ։ Նախկինում նախատեսված ընտրակաշառք վերցնելը, որի համար նախատեսված էր պատիժ մինչև 7 տարի, կփոխարինվի մինչև 9 տարի ազատազրկմամբ։ Հիմա գնացեք մտածեք, արդյոք արժի 100 կամ 200 հազար դրամի հեռուստացույցի, շալվարի, քյաբաբի դիմաց գնալ եւ բավականին երկար ժամանակ անցկացնել ուղիղ աշխատանքային գաղութում, ունենալ դատվածություն եւ մտնել այս ամենի մեջ եւ նաեւ հարվածի տակ դնել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր ինքնուրույն որոշում կայացնելու փաստը։ Իսկ այն մարդկանց, ովքեր որ մինչև այս պահը ներքաշվել են դրա մեջ, ես անկեղծ չեմ նախանձում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու են +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին
Միսկարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միսկարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին լսում էինք Ալեն Սիմոնյանին, ինչ կարծիք ունեք, ընտրակաշարքի հերթական դեպքից հետո 3 պարզ արձավ, որ իշխանությունը կարծեք թե մտահոգվել է եւ ֆորենսդրական նախաձեռնությամբ են հանդես գալու մինչեւ ընտրություններ, փաստորեն 2 տարի ուրեմն կավելացնեն, հա, փորձում են մի փոքր վախեցնել քաղաքացիներին կամ ընտրակաշարք բաժանողին եւ տվողին եւ վերցնողին։ Այս դեպքում սա որևէ ազդեցություն կունենա այս օրենսդրական նախաձեռնությունը, ինչ եք կարծում։ Մարդիկ 2 տարի։ Քանի հոգի եք դուք ճանաչում, որ հիմա դատապարտված է կաշարք Ես ներկայացրեցի դեպք, որ արդեն մեկին 3-վա հետ կապված ազատ էին արձակել։ Այո, այսինքն նախկինում 7 տարի չէիք նստում, սիրելի քաղաքացիներ, հիմա 10 տարի չեք նստելու, սիրելի քաղաքացիներ։ Դա չեմ կարծում, որ ինչ որ ձևով ազդում էր։ Նայեք, ընտրակաշարքի մշակույթը վերացնելու լավագույն լուծումը քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնել կլիներ։ Ինչ արվել ազգային ժողովի պատգամավորի կամ գործող իշխանությունների կողմից, որը կարող էր հանգեցնել նրան, որ մարդիկ գիտակցեն իրենց քվեի կարևորությունը, իրենց քաղաքացիական մասնակցության կարևորությունը, իրենց քաղաքականապես կրթվելու կարևորությունը, ոչ մի բան։ Այդ ավտորիտար համակարգերը, ժողովրդավար համակարգերից տարբերվում են նրանով, որ խոչընդոտում են հասարակության մեջ քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանը կամ նվազագույնը չեն նպաստում նրան։ Հիմա այս կառավարությունը ինչ է արել, որպեսզի այդ իրավագիտակցությունը բարձրանա, ոչ մի բան։ Այսինքն մենք էլի շարունակում ենք պայքարել հետևանքների դեմ, ոչ թե խնդիրների։ Եվ այս նախաձեռնությունը ընդամենը պես ձեռքերը փրփուրներից գցել, վախացնել մարդկանց այդ առավելագույն 10 տարին առավելագույնն է։ Բայց նվազագույնը ինչքան է, օրինակ նույն կաշառք ստացողի դեպքում նվազագույնը աշխատավարձի 500-պատիկ այն կաշառքը, որ հիմա պատտվում է կամ այն թվերը, որ ասվում են, այդ 500-պատիկից քիչ է, այսինքն մարդը կարա մի քիչ շատ կաշառք ստանա, եթե բռնվի, եթե չէ, ավելի լավ, բայց եթե բռնվի էլ ինքը տանի մուծի այդ իր ստացած կաշառքը, օրինակ, ու դրանով հարցը փակվի։ Ենթադրենք, ես կաշառքի դեմ պայքարելու առաջի եւ լավագույն միջոցներից մեկը, առաջինը չէ, առաջինը ասեցի իրավագիտակցությունը բարձրացնելը։ Երկրորդը դատական համակարգի բարեփոխումը կլիներ։ Նախկին իշխանություններին լոյալ դատավորների փոխարեն դրվել են ներկա իշխանություններին լոյալ դատավորներ, այսինքն էլի տրամաբանության, փիլիսոփայության արժեբանական առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Իշխանությունն ասում է, ես որևէ ազդեցություն չունեմ դատական համակարգի վրա, շատերն ասում են դատական համակարգը անկախ է իշխանությունից, բայց կախված է ընդդիմությունից, անկախ լինի իշխանությունից, բայց դատախազին ուղղված իմ դիմումը այնքան ձգձգվեց պատասխանը, մինչև կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց, հետին թվով հղում արեցին այդ որոշմանը։ Այսինքն այդտեղ ասելով չի, էլի։ Իհարկե ես չեմ ասում կառավարությունից զանգել էին դատախազությանը խնդրել, որ իմ դիմումը մի տարի չպատասխանեն, մինչև այդ հարցը լուծեն, բայց տրամաբանական է, չէ՞, որ իրանց նշանակած մատնված ուզում եք ասել։ Դատախազությունը իմ ասած գործով, դա հատիսի հետ կապված գործն է, մի տարի իմ նամակին չի պատասխանել, մինչև կառավարությունը հատիսի թղթերը, այսպես ասած, թղթերով ամեն ինչ կարգի է բերել, որոշում է ընդունել ըստ որի այդ բնության հուշարձանը կարելի է օտարել, նույն Գագիկ Ծառուկյան հիմնադրամին, որի դեմ այսօրվա իշխանությունները իբր պայքարում են։ Եվ դատախազությունը մի տարի չի պատասխանել իմ նամակին, մինչև կառավարության նոր որոշում է ընդունվել եւ հղում է արել այդ որոշմանը, որը իմ դիմումի ժամանակ չի եղել։ Այսինքն իմ դիմումի պահին տեղի է ունեցել հանցագործություն, որը հետին թվով կառավարության որոշումով շտկվել է մի տարի հետո, եւ ապա դատախազությունը հղում է արել այդ որոշմանը։ Հիմա դա ինչ է, դատախազությունը անկախ է, այդքան էլ դատավորներն են անկախ։
Լավ, պարոն Միսկարյան, որքանով է անկախ դատախազությունը կամ դատական համակարգից գիտեք, թե ինչքան մեծ դժգոհություն կա ու այս 8 տարիների ընթացքում որքանով ենք լսել իշխանության պարզաբանումները, որքան ենք լսել, որ դրանք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված էին, որ կովիդն էր, պատերազմն էր, մի խոսքով երբ մասնավորապես հարցնում էինք Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, նրանք ասում էին, որ սպասեք, էլի, հիմա էլ են ասում, սպասեք, գործերը գնում են, ընթացքի մեջ են, բայց շատերը ասում էին, ուր էր, գոնե 10 լումա պետությունից այդքան ասում էիք, գողացել է, բա ուր է, ուրեմն չեք վերադարձնում։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի հետ կապված պիտի նստի։ Ռոբերտ Քոչարյանն էլ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին իր խոսքում, որ ինքը արդարացվել է այդ գործով հենց այս իշխանության օրոք։ Ինչ է կատարվում։ Այս նախընտրական ուղղակի տրամաբանությունից ելնող հայտարարություններ են, գիտեք, 3-2 տեք իրար համբալ էին անվանում։ Դե Ռոբերտ Քոչարյանը մեծ մարդը կուզի կնստի, կուզի կպարկի, կուզի մարտի 1-ի գործով, կուզի 2-ի։ Այս համակարգի խնդիրը մեր բոլորի խնդիրն է, այսինքն չի կարելի ամբողջ մեղավորությունը չի կարելի թողնել այսպես, որ եւ բոլոր դրական երևույթները եւ բոլոր բացասական երևույթները կապվեն մի անձի հետ, բայց այդպեսին է համակարգը, այսինքն Նիկոլ Փաշինյանի այո, մի անձով, դե հիմա Նիկոլ Փաշինյանն է, եթե վաղը մի ուրիշ մարդ լինի, այդ մյուս մարդինքն անձով է պայմանավորված մեր համակարգի աշխատանքը, եւ կարծում եմ դա ոչ թե կարծում եմ, համոզված եմ, դա ամենամեծ խնդիրն է, համակարգային խնդիրը, պետքա փոխվի այս համակարգը, մենք բոլորս, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է հնարավորություն ունենանք կամ պետք է վաստակենք այդ հնարավորությունը մասնակցելու պետական հանրային կյանքի կառավարմանը ամենափոքր տեղից սկսված շենքից, մեր շենքից, թաղից կամ գյուղից էական չի, այսինքն տարածքային ինքնակառավարման մարմինների փոքրագույն բջջից մինչև համապետականը, այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ կառավարման համակարգը այնպես արդիականացնել եւ այնպես վերափոխել, որ աշխարհի, ոնց ասեմ, լավագույն փորձից էլ լավը լինի, որովհետեւ այն ճարտարապետները, որոնք նախագծել եւ իրացրել են կառավարման այն համակարգերը, որոնք մենք ունենք աշխարհում լավագույնները, դրանք եղել են արհեստական բանականության ու տեխնոլոգիական առաջընթացի նախորդող փուլերում։ Հետո դրանից հետո ինչ որ ադապտացումներ արվել են։ Մեր մոտ կարանք ասենք, որ զրոյական վիճակ է։ Պետական կառավարման համակարգը 17-18-րդ դարի, երբ որ դեռ իշխանությունների ճյուղերը չէին բաժանվել, այդ մակարդակի վրա է։ Եվ հիմա եթե մենք որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես ազգ ցանկություն ունենք, նպատակ ունենք ունենալ ժողովրդավար, կայուն զարգացող, անվտանգ, հզոր պետություն, մենք պետքա ստեղծենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ կարողանան մասնակցել կառավարման գործընթացին։ Դա չի նշանակում, որ բոլորը ամեն ինչի վերաբերյալ պետքա ոչ թե կարծիք ունենան, այլ որոշումների վրա ազդելու, որոշումների մեջ ներգրաված լինելու պարտադիր պայման լինի, բայց գոնե կարողանանք արժանավորներին, չգիտեմ, մասնագետներին, այսինքն ինստիտուցիոնալ լուծումներ տալ։ Դա ամենամեծ խնդիրն է։ Անձերով պայմանավորված մենք միշտ ունենալու ենք նույն խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններում հաղթի կամ պարտվի եկող իշխանությունը, եթե մենք իհարկե ինչ որ հրաշքով շարունակենք
պահպանել մեր ինքնիշխանությունը, միևնույնն է, մենք մինչև այդ խնդիրները չլուծենք, հաջորդ փուլ չենք կարողանալու անցնել։ Ինչու եք ասում, ինչ որ հրաշքով հաջողվի վտանգ եք տեսնում, որովհետև անդադ իշխանությունն է այդ միտքը ասում, որ պատերազմի եւ խաղաղության ընտրությունը սա ուրեմն բեկումնային է եւ այլն։ Դուք ինչ նկատի ունեք, երբ ասում եք ինչ որ հրաշքով հաջողվի, նկատի ունեք այս իշխանության օրոք, եթե այս իշխանությունը վերընտրվի, թե չեք կապում անգամ ընտրությունների արդյունքների հետ։ Էական չի ընտրություն, չէ, իհարկե ընտրությունների արդյունքը կարևոր է, որովհետեւ ես ոնց նայում եմ այս ընտրարշավին մասնակցում են մարդիկ ուժեր, միավորներ, որոնք պատրաստ են հաջորդ օրը իշխանության գալու հաջորդ օրը Հայաստանի Հանրապետությունը հանձնել ռուսական գերակայության ներքո, հա, այսինքն զրկել ինքնիշխանությունից, եթե ավելի պարզ, բայց հարցը դա չի, նույնիսկ ամենահայրենասեր ուժերի հաղթանակի դեպքում հայրենասեր նկատել պետականնամետ, ոչ թե այդ վերամբարձ հայրենասեր էլի, ամենալավ, ամենադրական ուժերի հաջողության դեպքում էլ այս համակարգով, երբ որ մի անձից է կախված ամբողջ պետությունը հնարավոր չի առաջ գնալ։ Եվ երբ որ ես ասում եմ հրաշքով, որովհետև այդ մենք հոկտեմբերի 27 տեսած, մարտի 1 տեսած, մենք բազմաթիվ ցնցումների, այդ ես վերջի 30 տարին եմ ասում, հա, դրանից առաջ ինչ դավադրություններ ու ինչեր ասես, որ չի եղել մեր պետականության հետ։ Եվ եթե մենք դա հաշվի չառնենք եւ չստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի միջավայր, որ այդ ռիսկերը նվազագույնի հասցնի, մենք միշտ կախված ենք լինելու այդ ռիսկերից եւ միշտ չի որ մեր բախտը կարող է բերել ու մենք այսպես կարողանանք փրկվել, հա, այդ կորուստներից։ Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել եւ հիմա լուրջ, ռեալ հնարավորություն կա իրոք կայուն զարգացող պետություն ստեղծելու, բայց կա նաև վտանգ կորցնելու այս եղածնել այն ամեն ինչն էլ։ Դրա համար պետքա ոչ թե ուղղակի ընտրել Նիկոլ Փաշինյանին կամ Ռոբերտ Քոչարյանին կամ չգիտեմ ցանկացած մեկին ու սպասել, որ այդ մարդը գալու է հրաշքներ գործել, այլ հասարակության այն շերտը, որը մտահոգ է այս պետության գոյությամբ, որը շահագրգիռ է այս պետության գոյությամբ եւ պատրաստվում է ապրել ու արարել այս տարածքում, այս երկրում, ինքը պետքա գործ անի, ինքը պետքա քայլեր ձեռնարկի հումանիտար մտքի, քաղաքականության, քաղաքագիտության, իրավագիտակցության բոլոր առումներով հասարակությանը վերափոխելու։ Իհարկե դա պետական լծակներով անելը անհամեմատ ավելի հեշտ կլինի, քան մասնավոր եւ այլ միջոցներով, բայց դեռ կա հնարավորություն օրինակ նույն քաղաքասարակության եւ այլ միջոցներով մասնակցել այդ գործին։ Պետք չի սպասել, որ հեսա մի հատ լավ իշխանություն է գալու եւ մեր համար քաղաքասարակություն ստեղծի իրավագիտակից պատասխանատու նախաձեռնող։ Շատ ավելի ակտիվ քաղաքասարակություն ունեինք, որը շատ ավելի ուրեմն ազդեցիկ էր եւ ազդեցություն էր ունենում ցանկացած խնդրի process-ի բայց ցավոք սրտի այդ քաղաքասարակությունը ոչ թե ներքին օրակարգի թելադրող էր կամ ներքին ազգային հարստության կամ ազգային կապիտալի կողմից առաջ մղվող քաղաքասարակություններ, այլ եվրոպական կամ այլ ժողովրդավար պետությունների կողմից ավտորիտար համակարգեր կազմաքանդելու միտված գործընթացներ։ Դրանք իհարկե դրական են, ես չեմ ուզում ստվեր գցել ժողովրդավարական պետությունների կողմից Հայաստանում իրավագիտակցության բարձրացման այդ ամբողջ գործընթացին, բայց պետք է հասկանալ, որ դրանք սուբյեկտային պետություն կառուցելու համար բավարար չեն։ Սուբյեկտ դառնալու համար առաջի հերթին մենք պետք է գիտակցենք այդ ուժերի, այդ մարդկանց, այդ շերտի գոյության կարևորությունը եւ մենք պետք է ներդրում անենք դրա ձևավորման մեջ։ Եթե դա մենք չենք անում, այդ նշանակում է մենք որ պահին, որ մեզ դադարեցին աջակցել ժողովրդավար պետությունները, այդ պահից սկսած մենք անգործունակ, կարողունակ ենք դառնում։ Դրա համար պետքա վերափոխվի Հայաստանում կապիտալը պետքա սկսի ծառայել ինքնիշխանության
զարգացմանը, պետք է սկսի ծառայել ինքնիշխանությունը, իհարկե սահմանը շատ կարևոր է, բայց քաղաքական մտքից է սկսվում։ Եթե քո երկրի մեջ քաղաքական միտք չկա, այդ սահմանի զինվորը ընդամենը շիրմա է, հա, որ իբր մենք անվտանգ ենք։ Պարոն Իսկարյան, եւ քաղաքական մտքի հենց այդ բացակայությունն է այսօր հնարավորություն տալիս ուժերին այդ կոռեկտության սահմանը անցնել եւ արդեն գործի դնել այնպիսի բառապաշար, ինչը տեսանք երեք օրինակ։ Հենց դրա սակավությունը կամ դրա բացակայությունն է, քաղաքական միտքը ենթադրում է նաեւ քաղաքական արժանապատիվ պայքար։ Այստեղ իշխանության համար պայքար է, ոչ մի արժանապատիվ եւ ոչ մի քաղաքական միտք չկա։ Կա ես քեզ նստացնեմ, դու ինձ նստացնես, դու համբալ ես, չէ, դու ես համբալ, այսինքն դա ինչ պետություն սարքելու մասին է, էլի։ Եթե մենք շարունակելու ենք ընտրել վատի եւ վատագույնի մեջ, դա զարգացման չի տանելու։ Բայց որpիսի դա չլինի, վերադառնում ենք իմ նախորդ ասածին։ Մենք պետք է ստեղծենք, ոչ մեկը չի գալու մեր համար ստեղծի քաղաքական էլիտա, քաղաքական շերտ, քաղաքական միտք։ Դրա հնարավորությունը կա այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ արագ ու արդյունավետ կազմակերպել այդ գործընթացը, բայց ցավոք սրտի կապիտալի տերը, այսինքն Հայաստանի ապագայով մտահոգ ֆինանս ունեցողը չի գիտակցում դրա կարևորությունը։ Իրաց թվում է, որ եթե իրենք մի ռազմարդյունաբերական ընկերության տարան ֆինանսավորեցին, վերջ իրենք իրենց գործը արեցին, այդ լավագույն դեպքում, իսկ առհասարակ իրենք իրենց հարկերը տվեցին, վերջ մնացածը ով ինչ ուզում անի։ Այդպես չի լինում։ Ժողովրդավարությունը հոգս է, բայց նաև արժանապատվություն է։ Եթե մենք ուզում ենք այդ, եթե մենք չենք ուզում, խուսափում ենք այդ պատասխանատվությունից, մասնակցել հարկերից բացի նաև այլ ձևով մեր պետականությունը սարքելուն, ապա մի բանի կհասնենք, եթե չէ։ Պարոն Իսկարյան, ներկայիս այ պատկերով քաղաքական այսքան ուրեմն 17 քաղաքական ուժ, 2 դաշինք մասնակցում է այս ընտրություններին, ձեր գնահատմամբ հաշվի առնելով նաև տարբեր սոցիոլոգիական հարցումներ եւ այլն, ինչպիսի պատկեր ենք ունենալու արդյոք հունիսի 7-ից հետո, երբ գաք մեր տաղավար, մենք որակապես այլ խորհրդարանի մասին ենք ուրեմն խոսելու ու քննարկելու, որտեղ քաղաքական միտքն է ծնվելու, ինչպես դուք եք ասում։ Չի ծնվելու, ոչ, այդտեղ նայեք, մենք երկու կարևոր խնդիր ունենք որպես ժողովուրդ։ Մի խնդիրը դա այս գոյություն ունեցող համակարգը պահել, որ չքանդվի, որովհետև որ քանդվի, օրինակ չգիտեմ, կարա դրամը կտրուկ արժե զրկվի եւ այլն, այսինքն տնտեսական ճգնաժամ շատ վատ լինի։ Այսինքն ես չեմ ասում պետք է այսպես ամեն ինչ քանդել եւ հետո զրոյից հավաքել։ Այսինքն կա գործառնական հստակ անելիքներ, որոնք անհրաժեշտ է հիմա անել։ Բայց մյուս մասը, որ ավելի պակաս կարևոր չի, քան այս ընթացիկ գործերը, դա անել անհրաժեշտ բավարարը, որպեսզի 5 տարի հետո Հայաստանում ընտրելու բան լինի։ Այս ազգային ժողովը այսօր տարին կորցված է այդ առումով, թե ինչ որ բան արվել է ամեն դեպքում, պարոն Իսկարյան։ Չէ, դե չի, դե ասել որ ոչինչ չի արվել, հիմա ասֆալտ էլ արվել, չգիտեմ, տարբեր տեսակի օրինակ տրիպի նախագիծը կա, ձեռքբերումներ էլ կան, կորուստներ էլ կան։ Այստեղ խնդիրը այն չի, որ մենք ասֆալտից ամենաշատն են դժգոհում, պարոն Իսկարյան։ Դե արվել է հիմա որ չարվեր բացակայությունից կդժգոհեին, արվել է որակից են դժգոհում։ Չգիտեմ, չէ, ասֆալտը միայն Երևանը չի։ Հիմա հյուսիս հարավի Շիրակի մասը բացվել է, օրինակ 30 տարի կառուցվում էր, հիմա բացվել է։ Այսինքն ասել որ ոչ մի դրական բան չի եղել, այդպես չի։ Մյուս կողմից ասել որ բացասական բաներ էլ չեն եղել կամ դրա մեջ էլի նախկիններն են մեղավոր, այդպես էլ չի։ Բայց իմ ասածը այն է, որ մենք պետքա առօրյա խնդիրներից բացի մտածենք 5 տարի հետոյի մասին էլ։ Մենք միշտ գալիս է ընտրությունների օրը, ասում ենք այ քեզ բան, էլի ընտրելու բան չկա, էլի վատի ու վատագույնի մեջ ենք ընտրելու, հա, բայց ինչ ենք արել մենք դրանից առաջ, որ այդ վատի ու վատագույնի ընտրությունը չլինի։ Բան չենք արել, եւ այդ անող երբ որ ես ասում եմ բան չենք արել, խոսքը
սովորական, այսինքն մարդու մասին չէ, էլի, որ տնից գործից տուն իր օրվա խնդիրներով է զբաղված։ Խոսքը այն իմ ասած ազգային կապիտալի մասին է։ Հայաստանում ֆինանսները պետքա մտահոգվեն Հայաստանի գոյությամբ, առաջի հերթին իրանք, որովհետև այդտեղ որ մի բան քանդվեց, առաջի ու ամենամեծ տուժողները ելնելու են իրանք։ Հա հիմա իրանք կարան ասեն, դե մենք ունենք Ամերիկայում տուն ունենք, կգնանք այնտեղ կապրենք, չգիտեմ, գաստարբայթեր են ասում, ինչ են ասում, այդ մտածողությամբ։ Բայց ես վստահ եմ, որ այդ մարդկանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր չեն ուզում գնան Ամերիկայում ապրեն, ուզում են Հայաստանում ապրեն։ Այ որպեսզի իրանք կարողանան Հայաստանում արժանապատիվ անվտանգ կյանքով ապրեն, պետքա պետություն սարքել։ Իսկ պետությունը ինստիտուտներն են, ինստիտուտները մարդիկ են կառուցում։ Այդ մարդկանց կրթության, գիտելիքի, արժեքների վրա պետքա ներդրում անել։ Այդ ներդրումը պետք է անեն այն մարդիկ, ովքեր հասկանում են դրա կարևորությունը, գնահատում են դա եւ պատրաստ են դրա մեջ ջանք ու եռանդ չխնայել, եւ այն մարդիկ, ովքեր դրա կարևորում են եւ պատրաստ են ֆինանսավորեն դա։ Այստեղ հրաշքների մասին չի խոսքը, շատ բարձ գիտելիքի եւ կարողությունների համադրել է պետք։ Ընդհանրապես Եվ քաղաքական որուժերին կտեսնենք, թե կարծում եք կլինեն այնպիսի զարգացումներ։ Հա, գիտեք ինչ եմ հարցնում, որովհետև նշվում է, քանի որ ուրեմն անընդհատ եռագլուխ այդ հրեշի կամ ուժի մասին է վարչապետը այսօր էլ է դեպ հիշատակել, անընդհատ է խոսում, հա, որ որևէ կերպ թույլ չտալ նրանք անցնել։ Կներեք էլի, բայց Էդմոն Մարուքյանի եւ Արայիկ Հարությունյանի սոցիալական ցանցերում տեղի ունեցող, այո։ Այսինքն այդ բառապաշարը միայն Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի բառապաշարը չի։ Դա համատարած է եւ դա իրանց մեղավորությունը չի էլի եմ ասում։ Այդ մարդիկ պետքա քաղաքականության մեջ outsider ոնց այն ամենավերջում լինեն, հա, որովհետեւ ես չեմ ասում, օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանի մարդիկ էլ թիմը կամ, չգիտեմ, շրջապատը Նիկոլ Փաշինյանին էլ, այսինքն քաղաքացիական պայմանագիր, իրենք ունեն կուտակած փորձ, որը կարա պետք է այս պետությանը։ Բայց վստահել այդ մարդկանց պետություն կամ վստահել չէ, ակնկալել, որ իրանք ինչ որ մի հրաշքով այս պետությունը ծաղկացնելու են, չի լինելու այդպես, որովհետև իրանք այդ արժեքների, այդ գաղափարների կրողը չեն։ Իրանց դա լավի ու վատի մասին չի խոսքը, հասկանում եք, դա ինչ նպատակ ենք մենք դնում եւ արդյոք այն մարդիկ կամ այն ուժերը, որոնք կան այսօր դաշտում, այդ նպատակի կրողն են եւ դրան միտված քայլեր ձեռնարկելու են, թե չէ, չեն անելու։ Ինչ որ 50 տարի հետո կարող է, եթե ամեն ինչ հանգիստ գնան, բայց այսօրվա աշխարհում 50 տարին, այսինքն այդ էվոլյուցիոն ինչ որ ճանապարհով, այսպես սրատակ մտնելով, նրատակ մտնելով չեն կարողանալու ինքնիշխան պետություն կառուցել։ Դրա համար պետք են կտրուկ քայլեր, իսկ այդ կտրուկ քայլերը, ասեցի, գիտելիքի եւ կարողությունների, այսինքն մտքի եւ ֆինանսի համադրում է պետք։ Բաց թողեցինք այս ժամանակը, եթե ամփոփենք նկատի ունեմ այս ընտրություններին, արդեն տեսնում ենք, որ ոչ մի որևէ էական փոփոխություն չեմ տեսնելու, իմ գնահատմամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ելի լինելու է իշխանության ինչ որ ձևով, դաշինք կլինի, կոալիցիա կլինի, չգիտեմ, էական չի։ Երկրորդ ուժերը ելի լինելու են պրոռուսականները, պրոռուսական Ռուսաստանը արդեն համակերպել է, որ ինքը 5 տարի աշխատելու է Նիկոլ Փաշինյանի հետ, եթե ասում եմ հոկտեմբերի 27 կամ այլ իրադարձություններ տեղի չունենան եւ որը ողբերգություն կարա լինի մեր նման պետության համար եւ ամեն ինչ իր հունով գնա, իրենք ազգային ժողովում ունենան մարդիկ, որոնք 31-ին կգան իշխանության։ Հիմա եթե մենք ուզում ենք, որպեսզի 31-ին էլ այս նույն կոտրած տաշտակի առաջ չկանգնենք, ելի մտածենք, բա հիմա ում ընտրենք, պետքա այսօրվանից սկսել իմ ասածը անելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։